Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV սկսում է աշխատանքային նոր շաբաթ, որը իհարկե նաև նոր այսպես սպասելիքների, նոր իհարկե անկասկած նաև անակնկալների, փաստերի եւ իհարկե նաև հետաքրքիր կարծիքների շաբաթ է լինելու։ Ես պիտի ասեմ, որ մենք ամեն անգամ, երբ սկսում ենք աշխատանքային նոր շաբաթը, փորձում ենք այնպիսի մարդկանց հրավիրել տաղավար, ով իսկապես ասելիք ունի, ում խոսքը ինչպես եւ ընդունված է ասել, նաեւ ոչ միայն ընդունելի է, այլ նաեւ շատ ճշմարտացի է։ Ես պիտի ասեմ, որ այդ առումով մեր բախտը այսօր իրոք բերել է, որտեղ մենք հրաշալի հյուր ունենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն է մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Ողջույն, շնորհակալություն բարի խոսքերի համար։ Պարոն Խզմալյան, իսկապես ուրախ եմ, որ շաբաթը ձեզ հետ ենք սկսում, որովհետև դուք ընդհանրապես շատ հետաքրքիր այսպես իմիջ ունեք, եւ ես նկատել եմ ամեն անգամ, երբ մենք ձեզ հետ ինչ-որ նոր գործարք ենք փորձում իրականացնել, մեր գործերը լավ են գնում։ Դրանից շահում է մեր ալիքը։ Եվ ինչպես միշտ իհարկե ձեզ հետ միշտ հաջողվում է թափանցիկ բաց զրույց անցկացնել, որի հիմնական նպատակը ճշմարտությունն է, ասել ճշմարտությունը այն ամենի մասին, ինչը որքան էլ դժվար է, շատ կարևոր է, ինչից շատ ղեկավարներ կներեք, որոշ նույնիսկ կուսակցության ղեկավարներ միշտ խուսափում են, հատկապես երբ խոսքը վերաբերվում է ներկա իշխանությունների հասցեին ինչ-որ ճշմարտացի խոսք ասելուն։ Դուք շատ հետաքրքիր կարծիքներ եք հայտնում։ Ես համացանցում մի քանի կարծիք եմ լսել եւ անկեղծ ասած մի փոքր էլ վախեցել եմ ձեզ համար, որ այնպեսի համարձակ կարծիքներ, այնպեսի ճշմարտացի եւ այնպեսի պարզ ու հասկանալի, որ թվում է թե դրանից հետո այս իշխանությունները ամոթից գունե կարող էին մի փոքր իրենց այդ տոնը իջեցնել։ Նայեք, հիմա էլ ԿՊԱ-կանները ամենուր հայտարարում են, որ իրենց մեջքին կանգնած են բոլոր առաջադեմ ուժերը, Եվրոմիությունը հատկապես, որտեղ իրենք տանում են մեր ժողովրդին։ Որքանով է այս ամենը համապատասխանում ռեալ իրականությանը։ Եկեք վերլուծենք, դա հետաքրքիր հարց է։ Առավել ևս որ մենք պետք է անկեղծ լինենք։ Մենք մեր սերունդը անցել է սովետական միության դաժան դպրոցը։ Մենք անցել ենք պատերազմներ, մենք անցել ենք երկրների տապալում եւ վերականգնում, այդպես որ անկեղծությունը դա վերջին շռայլությունն է, որը տրված է մեզ։ Ինչ վերաբերվում է ներկայիս իշխանության այդ ինքնագովազդին, եկեք ուշադիր նայենք, ով է կողմ եւ ով է դեմ այդ ամեն ինչին։ Կարելի է ակնհայտ ասել, որ առնվազն 3 մայրաքաղաքները Մոսկվան, Բաքուն եւ Անկարան ակնհայտորեն աջակցում են Երևանի այսօրվա իշխանություններին եւ դրա ապացույցները պակաս չունեն։ Այդ մասին հայտարարել է օրինակ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը, որ աջակցում է Փաշինյանին։ Այդ մասին ասել է Ալիևը եւ Ալիևի շրջապատը, իրենք ոչ միայն ասում են, այլ ուղղակի աջակցում են այդ ադրբեջանական բենզինը, այդ անասնակերը, որ անցնում է մեր ընդհանուր սահմանը, դրա ապացույցն է։ Եվ դա նաև Ռուսաստանի քաղաքականությունն է, պահպանել Հայաստանում ստատուս քվոն, որը պատերազմից հետո 2021 թվականին ձևավորվեց, այսինքն Փաշինյան եւ պրոռուսական կուսակցություններ ազգային ժողովում։ Ինչ վերաբերվում է արևմուտքին, դա մի քիչ ավելի բարդ է։ Եվ ԿՊԱ-կանները հիմա հպարտությամբ գուրս կենցեցում, որ տեսեք Միացյալ Նահանգների փոխնախագահը ուղիղ Վենսը Երևանում ասաց, որ աջակցում է Փաշինյանի վերընտրությանը։ Եվ դա իհարկե Փաշինյանի խնդրանքն էր, որ նա դա ասի։ Բայց տեսնենք վերջին ժամերի զարգացումները։ Միացյալ Նահանգների հետախուզությունը այս թեժ պահին, երբ Իրանում սարսափելի պատերազմ եւ Ուկրաինայում 4-րդ տարին է, 4 տարուց ավել է արդեն նույնպես արյունալից պատերազմ է ընթանում։ Այդ նեղ մաջալին, ինչպես ժողովուրդն է ասում, Միացյալ Նահանգների հետախուզությունը հանկարծ զեկույց է հրապարակում առ այն, որ
ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգների հետախուզության կարծիքով Փաշինյանին չի հաջողվի հասնել իր գլխավոր նպատակներից մեկին, հանել Հայաստանի սահմանադրությունից անկախության հռչակագիրը, որովհետև ժողովուրդը, հասարակությունը դրան համաձայն չէ։ Եվ նույն ժամերին, նույն օրերին Հայաստան գալիս է ոչ ավել ոչ պակաս Եվրամիության ընդլայնման հանձնակատար Մարտակոսը եւ ի թիվ այլ դիվանագիտական դարձվածքների, որոնք անխուսափել են, ասում է ամենակարևորը, նա եղել է Երևանում եւ Գյումրիում եւ երկու տեղում էլ ասել է հետեւյալը. Եվրամիությունը, Եվրոպան աջակցում է հայ ժողովրդի ազատ եւ արդար ընտրությանը, որպեսզի հայ ժողովուրդը ինքը որոշի իր ճակատագիրը։ Սա չի նշանակում, որ Եվրոպան աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրենք շատ լավ գիտեն, որ այս շաբաթվա վերջին լրանում է 1 տարի, ինչ Հայաստանի ազգային ժողովը Նիկոլ Փաշինյան համաձայնությամբ իհարկե անցկացրեց, ընդունեց Եվրամիությանը անդամակցելու օրենքը, որը նախապատրաստեցինք մենք, Եվրոպական։ Դա ուզում ասել, դա ձեր կողմից էր Այո, Եվրոպական կուսակցությունը միավորվեց եւս 2 կուսակցությունների հետ, Հանրապետություն եւ Հանուն Հանրապետության եւ մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, եւ մենք կարողացանք համոզել իշխանություններին, դա 24 թվականի ավարտ ու 25 թվականի սկիզբն էր, առավել քան դա մենք կարողացանք մեկ ամսվա մեջ 60,000 ստորագրություն հավաքել եւ կհավաքեինք տասնապատիկ շատ, դա պարզ է, եթե հայ ժողովուրդը ունենա հնարավորություն արտահայտվելու։ Եվ Փաշինյանը հիմա ԿՊ-ի հետ միասին ներկայացնում է Եվրոպային այնպես, որ դե մենք ընդունել ենք օրենք, բայց այդ օրենքը նշանակում է մի բան. Հայաստանը պետք է քայլ անի, այդ քայլը մեկն է, դիմում տա եւ ստանա դիմացը շատ կարևոր մի քանի արտոնություն։ Առաջինը դա Եվրամիության անդամ երկրի տեխնացու երկրի ավելի ճիշտ կարգավիճակն է եւ մի շարք տնտեսական ու քաղաքական, նաեւ ռազմաքաղաքական պատասխանատվության գոտու մտնելու հնարավորություն։ Օրինակ Վրաստանը եւ Թուրքիան մասնակցում են ազատ առևտրի եվրոպական գոտում, որին Հայաստանը չի մասնակցում։ Եվ եթե Հայաստանը դառնա անդամ, կներեք, տեխնացու գոնը պետություն, մենք ստանալու ենք այդ DFTS կարծեմ կոչվող հապավումը, որը նշանակում է, որ մյուս անդամները պարտավոր են իրենց սահմանները բաց թողնեն, օրինակ Թուրքիան եւ Վրաստանը, դե Վրաստանի սահմանը փակ չէ։ Փոթին ու Բաթումը դա այն ճանապարհն է, որով մենք կարող ենք հիմա էլ ենք կարող Եվրոպա հասնել։ Թուրքիան էլ պարտավոր կլինի բացել սահման, այլ ոչ թե լավություն անի, ինչպես պատրաստվում է անել, ինչպես Փաշինյանն է խնդրում, որ ընտրություններից առաջ մոտավորապես ապրիլի 24-ի կողմերը, եւ դա ցինիկ իհարկե մանիպուլյացիա է լինելու, որ Թուրքիան թույլ տա մասնավոր բացի սահմանը, մասնակի։ Այդպես որ եւ անվտանգության, եւ տնտեսական, եւ քաղաքական ազատ զարգացման եւ պետականությունը ամենակարևորը պահելու, պահպանելու եւ ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար պետք է անել այդ քայլը, որը Փաշինյանը չի անում եւ Եվրամիությունը դա շատ լավ գիտի։ Իսկ ինչու այդ քայլը չի անում ԿՊ-ն եւ Փաշինյանը, որովհետեւ իրենք խոստացել են դա չանել։ Ում են խոստացել։ Այն պետություններին, որոնք ամեն ինչ անում են, որը Հայաստանը Եվրամիության անգամ տեխնացու չդառնա։ Ռուսաստանին են խոստացել, Պուտինին, Ալիևին են խոստացել եւ Էրդողանին են խոստացել։ Այսինքն իրական աջակիցները ԿՊ-ի եւ Փաշինյանի այս 3 երկրներն են։ Իսկ Եվրոպան եւ Ամերիկան ընդգծեցին մի քանի ժամ առաջ մենք դա տեսանք սևը սպիտակի վրա գրած։ Ինչ էլ չփորձեն շեղել, շփոթեցնել, մանիպուլյացիա ենթարկել ԿՊ-ականները եւ նրանց սազանդարները։ Ասված է, մենք օգնում ենք հայ ժողովրդին, որպես օրինակ, մինչև հիմա Եվրոպան, որը թշնամացած է Վրաստանի իշխանությունների հետ, Միացյալ Նահանգները, որոնք թշնամի են համարում Կոբախիձեի ու Իվանիշվիլիի իշխանությունը, իրենք այնուամենայնիվ պահպանում են հարաբերություններ, օրինակ վիզաների լիբերալիզացումը, որը դեռևս
չի ուզել, չի ստացել Հայաստանը, վաղուց գործում է Վրաստանում։ Վրաց ժողովրդին իրենք տարբերում են Վրաստանի իշխանություններից։ Եվ նույն քաղաքականությունը Եվրոպան հանդես է բերում Հայաստանի նկատմամբ։ Ժողովրդին օգնում ենք, իշխանությանը մենք սպասում ենք ինչ եք դուք անելու։ Դե հասկանալի է, որ ներկայ իշխանությունները ամեն ինչ անելու են, որպեսզի պահպանեն իրենց աթոռ, ավելին Փաշինյանը հայտարարեց, որ եթե ինձ չընտրեք, սեպտեմբերին արդեն պատերազմ է լինելու։ Սա ցինիզմի հերթական դրսևորումը չէ կամարում։ Սա ցինիզմ է եւ սա սուտ է եւ հիշենք ամենակարևորը որ պատերազմի մասին է խոսքը 2020 թվականի 44-օրյայի, իսկ ով բերեց այդ պատերազմը Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը։ Ով բերեց 22 թվականի այոնալից բախումները Սյունիքում Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը։ Ով բերեց 23 թվականի Արցախի հայրենազրկումը, հայաթափումը։ Նիկոլ Փաշինյանը։ Ինչու եմ ես դա ասում ուղիղ հիմա, որովհետև 2018 թվականի աշնանը Միացյալ Նահանգները ուղարկել են այստեղ անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը, որը առաջարկում էր զենք, օգնություն, քաղաքական աջակցություն, ֆինանսական աջակցություն, եւ Նիկոլ Փաշինյանը դա սեպտեմբերի 26-27-ն էր, ուղիղ 2 տարի պատերազմից առաջ։ Նիկոլ Փաշինյանը մերժեց Միացյալ Նահանգների ուղիղ առաջարկը։ 2019 թվականին Մինսկի խումբը առաջարկել էր այդ մադրիդյան սկզբունքներով, որը փնովում էին եւ մերժվում էին, ինչ էր նախատեսում Մինսկի խումբը, Եվրամիությունը, որին նաեւ Ամերիկան էր աջակցում, առաջարկում էր Հայաստանի ազատ կապը Լաչինի միջանցքով Արցախի հետ, Արցախի հայկական բնակչության կարգավիճակ եւ միջազգային խաղապահների ու երաշխիքների միջոցով պահպանում Արցախում, այսինքն հենց այն, ինչը երանելի է, երազելի է, հայկական Արցախ, որը ուղիղ կապված է Հայաստանի հիմնական տարածքի հետ։ Եվ դա Նիկոլ Փաշինյանը մերժեց, որից հետո սկսվեց պատերազմ։ Եվ հիմա մարդը, որը 3 անգամ փաստորեն կորցրեց Արցախը պահպանելու, Հայաստանը պաշտպանելու հնարավորությունը, ասում է, որ եթե դուք ինձ չընտրեք, պատերազմ է լինելու։ Դու քո 8 տարիներից 3 տարի գոնը մեզ պատերազմի հայրենազրկման, հայաթափման մեջ էր պահում։ Ընկեր վարչապետ։ Եվ հիմա դու ես ասում, որ պատերազմ կլինի։ Ոչ։ Պատերազմից պաշտպանվելու միակ իրական միջոցը ոչ թե հերթական զիջումներն են, ցեղասպանության հիշատակումը հանել սահմանադրությունից, Արցախի հիշատակումը, անկախության հռչակագիրը հանել, ազգային ազատագրական շարժման որևէ դրսևորում արգելել, մարդկանց, ովքեր դա փորձում են հիշել, հանել գործից, ասել, որ ոչ մի պաշտոնյա կամ որևէ պետաշխատող իրավունք չունի այդ մասին խոսելու, սա ինչ է, կներեք, 37 թիվն է վերադարձել, 36 թիվն է, թե 2026 թիվն է։ Այս ինչ է նշանակում, ժողովրդավարությունը, այլախոհությունը, բազմակարծությունը այլևս ոչինչ չի նշանակում Հայաստանը, փաստորեն տենց է ստացվում։ Ուրեմն դա սուտ է, դա կեղծիք է։ Միակ երաշխիքն է Հայաստանի մուտքը հզոր ռազմաքաղաքական դաշինք։ Վերջերս դա ասում է ոչ թե ես եմ ասում։ Օրինակ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Դավոսում, երբ որ Կանադան միացավ Եվրամիությանը, ոչ թե դեռ որպես միության անդամ, այլ որպես աջակից, ընդդեմ Միացյալ Նահանգների տարօրինակ ոտնձգությունների Դանիայի, Գրենլանդիայի հանդեպ, հիմա պահանջում են, որ իրենք մասնակցեն Իրանի պատերազմին, ինչ ասեց Կանադայի վարչապետ, հանճարեղ խոսքեր ասեց, փոքր եւ միջին կարգի պետությունները, Կանադան ինքը իրեն միջին պետություն է համարում, հսկայական եւ հարստագույն Կանադան, առավել եւս դա վերաբերում է Հայաստանին, փոքր եւ միջին երկրները, որպեսզի մնան աշխարհի սեղանի մոտ, պետք է միանան, այլապես իրենք դառնալու են այդ ճաշասեղանի ճաշատեսակ։ Սա վերաբերում է Հայաստանին ուղիղ։ Միայն Եվրամիության անդամակցությունը եւ գոնը հայտը այդ անդամակցության կարող է պաշտպանել Հայաստանին այնպես, ինչպես Եվրամիությունը պաշտպանում է Մոլդովային, նաեւ Ուկրաինային, Դանիային, Գրենլանդիային
Եվրամիությունը շատ արագ զինվում է, դառնում է գերտերություն, որը արդեն ունի միջուկային զենք եւ որը 2 տրիլիոն եվրո է ծախսում այս տարիներին նոր բանակ ստեղծելու, որի կեսը ստեղծելու է Գերմանիան։ Եվս մի հայտարարություն, որ ԿՊԱ-ականներն ու վարչապետն անընդհատ շահարկում են առաջիկա ընտրություններում մենք հավաքելու ենք անգամ 60%, պատկերացնում եք, ինչու է բացատրում սրանց այս լավատեսությունը։ Մարդիկ, ովքեր Հայաստանը հասցրել են այսօրին, թե չգիտեմ ինչ որ հրաշքների են սպասում։ Ոչ, իրենք հաշվարկել են այն չարաբաստիկ օրենքը, կայուն մեծամասնության օրենքը, որը ընդունել էր Սերժ Սարգսյանը դեռևս իր հանրապետական կուսակցության համար, բայց Սերժ Սարգսյանը այնուամենայնիվ բավական հետաքրքիր է հիմա սեռավորությունից մենք տեսնում ենք, որ այս մռայլ եւ զավեշտալի շարքի մեջ մեր 35 տարվա իշխանությունների Սերժ Սարգսյանը ամենայդեպս նրանցից էր, ովքեր որոշ պետականամետ հակում ուներ եւ ստույլ էր տալիս նույն Նիկոլ Փաշինյանին լինել ընդդիմություն խորհրդարանում։ Նիկոլ Փաշինյանի օրոք խորհրդարանում Նիկոլ Փաշինյան չկա։ Կան միայն իշխանական եւ նախկին իշխանականները, այսինքն երրորդ ուժ այնտեղ թույլ չի տրվում։ Երրորդ ուժը դա եվրոպական Հայաստանի ջատագովներն, այդ թվում նաեւ ձեր խոնարհ ծառան, բայց մեզ լրացնում են, հանում են եթերից, ճնշում են եւ փորձում են անտեսել։ Ինչ է կատարվում այդ դեպքում։ Իրենք գիտեն, որ իրենք ունեն 25 մոտավորապես տոկոս, դա այն տոկոսն է, որ ունի ցանկացած իշխանություն, որովհետեւ դա պետաշխատողների ռեսուրսն է։ Ընդ որում վերականգնվել է սովետական այն չարաբաստիկ առաջի բաժինը, первый отдел ասածը, որոնք հիմա կոչվում են ներքին անվտանգության ծառայություն, ամեն մի պետական հիմնարկում։ Լինի դա, ասենք, հարկային տեսչություն, լինի դա համալսարան, լինի դա որևէ այլ ժեք ենթադրում։ Իրենք այնտեղ հետևում են եւ դա ես օրնիբուն ստանում եմ այդ տեղեկությունները, նամակները, որ պարոն Խզմալյան, տեսեք ինչ է կատարվում։ Մենք ձեր հոդվածի տակ լայք ենք դրել, մեզ կանչել են եւ ասել են, որ մի անգամ էլ կրկնվի, գործից հանելու ենք։ Արդեն մյուսը ասել է մեզ բան ամսական պարգևավճարից են զրկել, որտեղ մենք բան ենք, շեյր ենք արել, կիսել ենք ձեր այսինչ ելույթը։ Խոսքը իմ մասին չի, խոսքը այս մարդկանց մասին է։ Իրենք փաստորեն ինչպես Ստալինյան շրջանում KGB-ն, NKVD-ն բերում է, հիմա ԿՊ-ն բերում է իրենց այն վիճակի, որ իրենք վախեցած պետք է անպայման ընտրեն։ Բայց այդ 25% ունենալով իրենք ինչ են անում։ Իրենք աշխատում են, որ ոչ ոք իրենցից ավել չունենա։ Իսկ իրենցից պակաս ունեցողներ կան, եւ իրենք համաձայն են, որ նույն լինի դա Քոչարյանի ներկայացած ուժը, Սերժ Սարգսյանի, Կարապետյանի ազգանունները կարևոր չեն։ Դրանք պրոռուսական ուժեր են հիմնականում, ինչ էլ անունը դնեն, Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սամվել Կարապետյան։ Եվ նրանց տրված է երկրորդ եւ երրորդ տեղերը, որովհետեւ իրենք պահպանում են Հայաստանի գաղութային կախվածությունը։ Ռուսական ուժերի կողմից այդ դեպքում միայն Ռուսաստանից, իսկ ԿՊ-ի դեպքում դրան ավելանում է նաև Բաքվի եւ Անկարայից կախվածությունը։ Սա է տարբերությունը։ Այդ դեպքում ըստ օրենքի, այդ չարաբաստիկ օրենքի մի փոքր մեծամասնություն ունեցողը, ասենք 26% հավաքածը, երկրորդ փուլում ստանում է 50+1։ Այդ դա է նրանց գաղտնի զենքը։ Եվ դա իհարկե մաքուր մանիպուլյացիա է, որը իր գլխին եւ մեր գլխին ընդունեց ցավոք սրտի Սերժ Սարգսյանը, եւ դա նրա մեծագույն մեղքն է։ Իսկ Փաշինյանը պատրաստվում է դրանից օգտվել։ Հասկանալի է։ Լավ, մենք հիմա պիտի մի թեմայի անդրադառնանք, ինչը կարծում եմ մեր ունկնդիրների համար շատ կարևոր է։ Տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Իրանում շարունակվող պատերազմի, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, այստեղ ինչ զարգացումների կարող ենք մենք ականատես լինել։ Շատ բարդ հարց է, որովհետեւ մենք եւ հիմա եւ հազարամյակներ շարունակ այսպես թե այնպես բարեդրացիական հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Իրանը այն եզակի կայսրություններից է, որը
ուղղահայաց չէր, ինչպես օրինակ Բյուզանդիան, որը ձգտում էր ձուլել հայերին եւ որի ժառանգները Օսմանյան եւ ռուսական կայսրությունը նույնն էին անում։ Իրենք փորձում են ոչնչացնել, օրինակ մեր դեպքում մեր ինքնությունը, հայությունը, եկեղեցին փակել, լեզուն ռուսականացնել կամ թուրքացնել, շորերը, ավանդույթները, ամեն ինչ։ Պարսկաստանը երբեք այդպես չէր գործում։ Պարսկաստանի կազմում կային օրինակ վրացական թագավորություն եւ հիմա ժամանակը չէ այդ մասին խոսել, բայց պարսիկները մեկ անգամ չէ, որ լուրջ քննարկել են հայկական թագավորություն վերականգնել։ Եվ դա ոչ միայն 451 թվականին էր, երբ որ Եսգերթը առաջարկեց Վասակսյունին վերականգնել հայոց ոչ թե մարսպանությունը, ինչպես այն ժամանակ, այլ թագավորությունը, բայց այդ հին պատմությունը։ Հիմա ինչ է կատարվում։ Իմ անձնական մոտեցումն է այն, որ իհարկե ամենը պետք է որոշի իրանական ժողովուրդը։ Եվ չմոռանանք, որ պատերազմից 2 ամիս առաջ, դեկտեմբերի վերջին եւ հունվարին, իրանցի ժողովուրդը հերթական անգամ ապստամբել էր, որտեղ այնտեղ ծանրագույն տնտեսական իրավիճակ է։ Եվ երբ որ պատերազմը այսպես թե այնպես ընդհատվի, ավարտվի, զինադադար հայտարարվի, այդ տնտեսական զրկանքները եւ տերորը, որը այնտեղ տևում է տարիներ շարունակ, ոչ միտեղ չի կորի եւ հարցերը չեն լուծվի։ Այդպես որ մենք որպես պետություն շահագրգռված ենք, որ Իրանը լինի դեմոկրատական երկիր, թագավորական հնարավոր է, որովհետև դա փայլուն հնարավորություն է վերականգնել աշխարհի հետ կապերը, օրինակ թագաժառանգ Ռեզա Փահլևին վերադարձնել որպես խորհրդարանի նախագահ կամ պայմանական անգլիական թագավորի կամ թագու պես պաշտոն, որպեսզի վերականգնվի կայունությունը Իրանում։ Այդ դեպքում Հայաստանը փրկված է եւ այսօրվա այդ բոլոր սխեմաները, որի մասին մենք խոսում ենք, հոդս են ցնդելու, որովհետև Հայաստանը Իրանի համար լինելու է կյանքի ճանապարհ դեպի Եվրոպա, Վրաստանով դեպի Սև ծով եւ Եվրոպա։ Եվրոպայի համար դեպի Պարսիկ ծոց, արաբական աշխարհ, Հնդկաստան եւ Իրան, որը ահռելի մեծ ներուժ ունի եւ կարիք ունի եվրոպական տեխնոլոգիաների։ Այդպես որ այդ զարգացումները երանելի կլինեն մեզ համար։ Եվ Հայաստանի փրկությունը հենց դրանում է։ Եթե Աստված ոչ անի, շարունակվի Իրանի պատերազմը եւ ընթանա երկրի տապալման եւ տրոհման ուղիով, ինչպես եղավ Իրաքում եւ Սիրիայում, եւ դա չի կարելի բացառել, ապա մեր վերջը գալի է, որովհետեւ այդ դեպքում Թուրանի այն համեստ ոտնձգությունը, որը հիմա կոչվում է TRIP եւ որը Սյունիքի հարավային մասով է սահմանափակվում, ինչը բավական է, որ Հայաստանը կտրել է Իրանին։ Այդ ժամանակ իրենք արդեն կստանան Թեբրիզի ու Բաքվի դաշինքը եւ մենք դատապարտված կլինենք որպես պետություն։ Մենք պետք է նկատի առնենք նաև այդ հնարավորությունը։ Եվ զարմանալիորեն ինչպիսին է ճակատագրի հեգնանքը, Իսրայելն է դրան դեմ։ Այդպես որ մեզ հիմա խիստ անհրաժեշտ է վերսկսել հարաբերությունները Իսրայելի հետ։ Այսպիսին է 26 թվականի օրակարգը գոնե Հայաստանի եվրոպական կուսակցության համար։ Դե իրոք, մեզ հետաքրքիր զարգացումներ են սպասում եւ այս կոնտեքստում չեմ կարող չխոսել նաեւ եւս մի պատերազմի մասին, որտեղ դուք հաճախակի հանդես եք գալիս ձեր մեկնաբանություններով, խոսքս ռուս-ուկրաինական հակամարտությանն է վերաբերում, այստեղ ինչ հեռանկարներ, ինչ զարգացումներ կան։ Ռուսաստանի ճակատագիրը կանխորոշված է եւ տեսեք հիմա իրենք փրփուրներից են, պղպջակներից են բռնվում այդ ժամանակավոր թանկացած նավթի գներից, բայց դա խիստ ժամանակավոր է, ինչքան էլ դա տևի։ Ռուսաստանի տնտեսությունը քանդված է, ռազմական տնտեսությունը, մարդուժը, բարոյական խայտառակ իրավիճակը, բարոյալքումը, այն ամենը բազմազգ Ռուսաստանին բերել է տապալման եզրին։ Տնտեսությունը, ինչպես սովետական շրջանի վերջին շրջանում, վերջի տարիներին գտնվում է կոլապսի եզրին։ Իրենք արհեստականորեն
փող են փչում դրա մեջ եւ իրանց միակ հույսն է Չինաստանի օգնությունը։ Բայց Չինաստանը շատ պրագմատիկ հնագույն կայսրություն է եւ Չինաստանը դիտում է Ռուսաստանին որպես իր կցորդը, հումքային կցորդը։ Այդպես որ մարդիկ, ովքեր դեռևս ինչ որ հույս են կապում Ռուսաստանի հետ Հայաստանում, շատ կամ միամիտ են կամ չարամիտ։ Դա Տիտանիկ է, որը արդեն բախվել է այսբերգին։ Պարզապես շատ մեծ է այդ Տիտանիկը եւ դանդաղ է խորտակվում, բայց այն որ Ռուսաստանը խորտակվում է, դա ակնհայտ է։ Մեր ապագան Ռուսաստանի հետ չի կարող լինել։ Խորտակվող ռազմանավի հետ մենք ոչ մի գործ չունենք։ Մենք պետք է հարաբերություններ ստեղծենք Ուկրաինայի հետ, մենք պետք է դառնանք Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի հետ որպես հարավ-արևելյան Եվրոպա, Եվրամիության անդամ, դա է մեր ապագան եւ միայն այդպես մենք կկարողանանք դիմադրել Ադրբեջանի եւ Թուրքիայի մշտական ճնշմանը։ Սա է մեր ճանապարհը եւ մեր կուսակցության նպատակը։ Ռուսաստանը այս ծրագրերում գոյություն չունի։ Շնորհակալություն Պարոն Խազմալյան, այսօրվա իրոք անկեղծ զրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Մենք դուք գիտեք այն հերոստարիկներից ենք, որտեղ միշտ հաճույքով են ձեզ ընդունում։ Բաց թե փակ, մեզ համար դուք միշտ բաց եք։ Այո, եւ տեսեք, Փակ TV-ի գլխավոր նպատակը ճշմարտությունը եթեր բերելն է։ Հասկանում եք, մեզ համար ամենակարևորը դա է։ Շատ դժվար է այսօր ճշմարտությունը, որից եմ կրկնում ասելը, հազարավոր, միլիոնավոր կարող ես թշնամիներ ձեռք բերել, բայց ի վերջո մեծ հաշվով դա է միակ։ Գիտեք, ես չեմ հավակնում լինել ճշմարտության վերջին ատյանը։ Ես խոստանում եմ անկեղծություն։ Ես կարող եմ սխալվեմ, բայց ես հավատացնում եմ ձեզ, որ ես անկեղծ եմ։ Իսկ որքանով ենք մենք ճշմարիտ, ժամանակը ցույց կտա։ Առայժմ դուք գիտեք, տարիներ շարունակ մենք ձեզ շփվում ենք եւ դուք հաճախ նշում եք, որ մեր կանխատեսումները հերթական անգամ իրականացան։ Այո։ Եվ ավելին ասեմ, Փակ TV-ն վերսկսել է իր հեղինակային ծրագրերից մեկը, որը կոչվում է լինել թե չլինել։ Եվ այսօր այդ հանրահայտ հարցադրումը Շեքսպիրյան շատ ոչ միայն արդիական է, այլ փաստորեն ամենօրյա տարբերակով է մեր դուռը բախում։ Ես հույս ունեմ, որ այդ նոր հաղորդաշարին, երբ մենք հյուրընկալվենք, մենք արդեն խոսենք նաև Տիգրան Խզմալյան, ստեղծագործողի, ռեժիսորի, մենք մոռացել ենք, որ դուք ի վերջո հրաշալի ֆիլմերի ռեժիսոր եք։ Հեղինակ շատ բազմաթիվ։ Ես հենց հիմա էլ նոր սցենար եմ գրում իմիջիալից։ Դե ուրեմն շատ լավ։ Այսինքն քաղաքականությունը ձեզ չի խանգարում ստեղծագործական առումով։ Խանգարում է, բայց ես փորձում եմ համատեղել։ Դե փորձեք, դա շատ կարևոր է, որովհետև ես չէի ուզենա մենք կորցնեինք ստեղծագործող Տիգրան Խզմալյանին, քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանին։ Եթե կորցնեք միասին, առանձին չեք կորցնի։ Եղավ, շնորհակալություն որ եկաք։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր համոզվեցինք, որ շատ հրաշալի հյուր ունենք, մարդ, որի հետ իսկապես միշտ հաճելի է զրուցելը, մարդ, ում կարծիքը մեզ համար շատ կարևոր է, մարդ, որը ոչ միայն անակնկալներ կարող է մատուցել, այլ նաև շատ հետաքրքիր ինքնատիպ կարծիքով ներկայանալ մեր հանրությանը։ Այնպես որ սպասեք նրան առաջիկայում եւս։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։